Պարոն Զենալյան, այս հետազոտությունները ինչ ցույց տվեցին, որոնք են ամենակարևոր մտահոգությունները, որոնք շատ արագ լուծման անհրաժեշտություն։ Հանձնաժողովի գործունեության թիրախները պետք է փոխվեն հավասարապես, ոչ միայն լինեն անձինք, այլ նաև պետական պաշտոնատար անձինք եւ վարչական մարմինները, պետական մարմինները։ Մյուսը դատարանները պետք է վերանայեն իրենց մոտեցումները, պրակտիկան, որովհետեւ բոլոր գործերով շահում է հանձնաժողովը։ Այդպես չի կարող լինել։ Նշանակում է այստեղ որոշակի պատվեր կա։ Համենայնդեպս այդպիսի տպավորություն կա, որ որոշակի պատվեր կա, նաև որ ուսումնասիրում ենք դատական ակտերը եւ դատարանների իրավական դիրքորոշումները, դրանք հակասում են նույն դատարանի նմանատիպ գործերով, նույնանման փաստական հանգամանքներով, այլ դատական ակտերով կայացված իրավական դիրքորոշումներին։ Սա պետք է փոխվի եւ կարծում եմ այստեղ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, այն միջամտությունը, որ իրականացնում է այս հանձնաժողովը, չափազանց խիստ է, որպեսզի վարչական մարմինը իրականացնի։ Եվ նաև միջ դատական վարույթի այսպես պայմանականորեն անվանենք նախաքննության դարձյալ պայմանական անվանենք, ընթացքում կայացված որոշ ակտեր, այս մարմնի ակտեր, միջամտող ակտեր պետք է հնարավոր լինի վիճարկել դատարանում, որպեսզի իրացված լինի իրավունքի խախտումը կանխարգելելու իրավական պաշտպանության միջոցը։ Այս հիմնական բաներն էին, մեր առաջարկությունները, հիմնական հիմնախնդիրներն էին։ Պարոն Զենալյան, փաստորեն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր ընկերությունները կամ գոնե գործարարները այն խոշոր որևէ կերպ ներգրաված չեն եւ որևէ կերպ կուժնուկուլան ջարդվում է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Այդպիսի տպավորություն կա եւ այդ տպավորությունը զուրկ չի հիմքերից։ Ինչպես պետական մարմինները չեն ենթարկվում պատասխանատվության, այնպես էլ այն ընկերությունները, որոնց թիկունքում պետական պաշտոնատար անձինք են պետական մարմինների ներկայացուցիչներն։ Այդպիսի տպավորություն կա եւ դա զուրկ չի հիմքից։ Պարոն Զենալյան, 3 շաբաթ է կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների դեմ պայքար։ Ինչ է կարծում, անազատ դատական համակարգում հնարավոր է իրական պայքար կոռուպցիայի դեմ։ Քաղաքական հարց եք տալիս, մեր այսօրվա առարկայի թեմայից դուրս է, առարկայից դուրս է։ Դժվար է դրան պատասխանել։ Բնականաբար անկախ դատական համակարգը չափազանց կարևոր գործոն է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Մենաշնորհներն էլ այսօր հայտարարեցիք, որ ըստ էության իրավական հիմքից զուրկ չեն։ Մենաշնորհներ կարող են լինել, նաև շուկայում գերուշխող դիրք ունեցողներ էլ կարող են լինել եւ դա կարող է նաև նրան շահ բերել, հակաիրավական է դրա չարաշահումը։ Դրա չարաշահումն է հակաիրավական։ Այո, կարող են լինել մենաշնորհներ եւ կարող են լինել գերիշխող դիրք ունեցողներ, բնական։ Արդար կարող է լինել դա։ Անհավասար արդարություն, դա կարող է լինել։ Ոնց կվերաբերվեք, եթե օրենքով մենաշնորհներ ամրագրվեն, ինչպես օրինակ երեք Արծվիկ Մինասյանը չբացառած, օրինակ շաքարավազի ներկրման արտադրության ոլորտում ինչու չտանք օրենքով մենաշնորհ։ Դա ինչ կբերի ձեր կարծիքով։ Կարող են լինել նաև օրենքով մենաշնորհներ, դա էլ իրավաչափ կարող է լինել։ Ես չեմ կարող ասել, թե դա ինչ կբերի, դա պետք է ուսումնասիրել, դա պետք է հիմնավորել, պատճառաբանել, թե ինչու պետք է լինի մենաշնորհ։ Դա ուղղակի օրինակներից մեկն է։ Մարդիկ բոլորը հավասար չեն եւ միանման չեն, ինչ որ մեկի մոտ կարող է ինչ որ մի ծագել եւ դա իրագործվել, դառնա բիզնես եւ դա լինի մենաշնորհ։ Եվ նման մենաշնորհների ընդհանրապես գոյությունը կարող է նաև լինել խթան բիզնեսի մոտիվացնել մարդկանց, որպեսզի հասարակ սովորական մարդը չլինելով պետական պաշտոնատար անձ ինչ որ բանի հասնի երկրում։ Դա հնարավորություն է, դա մոտիվ է գործելու, աշխատելու եւ տեսնելու, որ կարող է ինչ որ բանի հասնել։ Բայց դա չարաշահել չի կարելի։
որովհետև նաև մեր երկրի սոցիալական պետությունը եւ պետք է նաև սոցիալական պետության ազդեցություն լինի այս ոլորտում։ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին դուք մասնակցություն ունեցաք մեկ անգամ թե երկու անգամ ներկա եղաք, ինչն էր պատճառը, որ դուք 4+4+4 ձևաչափով այս քննարկումներին դադարեցիք մասնակցություն։ Անարդյունավետ եք համարում այդ։ Մենք մեր առաքելությունը ավարտեցինք այդտեղ։ Ընդհանուր դադարեց դրա գործունեությունը։ Ես մասնակցություն ունեցել եմ սկզբից մինչև վերջ։ Եվ հանդես ենք եկել հայտարարությամբ, առաջարկություններով։ Ավարտվել է դա։ Դավթ Հարությունյանը ասում է, որ հիմնական պահանջները քաղաքասարակության եւ ընդդիմության կատարվել են, դուք ինչ կարծիք։ Մեր հայտարարության մեջ նշել ենք, համատեղ հայտարարության մեջ նշել ենք մեր տեսակետները։